Լրատվական ռադիոն եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Հինգշաբթի 16:20 ուրբաթ 12:20 Բարև ձեզ հարգելի ռադիոընկերներ, եթերում Երկիր Զաբախա հաղորդումն է, տաղավարում ձեզ հետ Վայես Աքսյանն է։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է Աշուղ Ջիվանուն, Ջավախքի մեծերից մեկին։ Այսօր մենք զրուցելու ենք ժողովրդական արտիստ, պրոֆեսոր մեծարգո պարոն Թոմաս Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, վերջերս մենք պատմաբաններով Լոքի լեռնանցք էինք բարձրացել, ձեր հայրենի գյուղի հարակից լեռնանցքը, եղանք նաև ձեր հայրենի Սարչապետ գյուղում, Լորվա։ Այս ինչի սկսեցի այստեղից, չլինելով Ջավախքից, երբ եւ ինչ հանգամանքներում ծնվեց ձեր մեջ սերը, ես կասեի պաշտամունքը առ Ջավախք եւ ջավախահայություն։ Ուրեմն ստիպված եմ հերվից գալու։ Մեր ընտանիքում շատ սիրված են եղել Խունկյանոս Կարնեցու երգերը։ Ես այն լսել եմ մանուկ հասակից, այսինքն օրորոցից։ Եվ որքան որ հնարավոր է իմ մանկական հիշողությունը թույլ է տալիս, ամենավաղ տարիքից ես մերոնց հետ այդ երգերը երգում էի։ Խունկյանոս Կարնեցին 7 տարի եղել է մեր գյուղում, Սարչապետում, երբ որ Եգիպտոսից գալիս է եւ ճանապարհին կորցնում է իր ողջ կարողությունը, որը շատ մեծ էր, ինքը աշխատել է խալիֆայի պալատի հաշվապահն է եղել եւ իր կարողությամբ գալիս է որ Թիֆլիսով գա գտնի քույրերին, փեսաներին, որոնք ապրում էին Սարչապետում։ Էրզրումից գաղթել ու եկել էին վերաբնակվել Սարչապետ։ Ճանապարհին նրա նավը հայտնվում է թուրք-հունական պատերազմի ծովամարտի մեջ, խորտակվում է նավը, ինքը իր ընկերոջ հետ մի փոքրիկ լաստանավով կարողանում են փրկվել։ Հասնում է Ղրիմ եւ տեղի հայությունը օգնում է որ գնա հասնի Պետերբուրգ ցարի մոտ։ Երկար պատմություն է, շատ հետաքրքիր, բայց երևի սահմանափակվենք։ Մի խոսքով ցարը նրան օգնում է որպես սնանկացած ազնվականի։ Նա հասնում է Թիֆլիս, Թիֆլիսից գալիս է Սարչապետ։ Մինչև հասնում է Սարչապետ, քույրերի ընտանիքները տեղափոխված են լինում Ջավախք։ Այդ թե ինչ բացահայտում կատարեցինք, թե որտեղից է Թոմաս Պողոսյանի կապը Ջավախքի հետ։ Ու երբ որ ես սկսեցի արդեն չափահաս տարիքում, ավելի ճիշտ երբ արդեն սովորում էի բանասիրականում, հետաքրքրվել Խունկյանոսով, այո, ինձ ճանապարհները տարան դեպի Ջավախք։ 1985 թվականին, երբ ավարտեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեկ ընդմիշտ կողմնորոշվեցի զբաղվել աշխուղական արվեստով։ Նախ այն իմ մեջ շատ ամուր նստվածք էր թողել եւ մանկուց եւ այն տարին, որ ես 17 տարեկան հասակում Թիֆլիսից եկել էի Երևան, ընդունվել ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Սայաթնովայի անվան աշխուղական երգի անսամբլը, այս ամենը իմի բերելով հասկացա, որ ես պիտի զբաղվեմ աշխուղական արվեստով։ Եվ վերջի վերջո կանգ առա Ջիվանու վրա։ Ինչու՞, որովհետև Ջիվանին խտացումն է ողջ հայ աշխուղական արվեստի, որի մասին հետո ավելի մանրամասն կխոսեմ։ Ես արդեն գալով Ջիվանուն, պարոն Պողոսյան, ուզում եմ այսպես մի նախաբանով սկսել, երբ որ ես փոքր էի եւ Հայաստանի Հանրապետությունից արևդրականներ էին գալիս Ջավախք, հայրս միշտ վեճ էր բռնվում արևդրականների հետ, Հայաստանից ես, ասում է, այո, ասում էր, ես մի աշուղի անուն կասեմ Ջավախքից, դու ամբողջ Հայաստանից մեկ աշուղի անուն թվարկիր։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության առանձին մարզերն, ամանավանդ Շիրակը եւս ունեն մեծ փաղանք աշուղների,
ամեն դեպքում Եվ ոչ միայն, այս պատմության խորհուրդը այն էր, որ հայրս միշտ որպես ջավախցի հպարտանում էր ջավախյան աշուղներով եւ ջավախյան աշուղների առատությամբ։ Ունենք Սիայի, ունենք Մաթին, որոնք որ նաեւ դեռևս քիչ հայտնի են, նամանավանդ Սիային, որը որ եղել է Ջիվանու ուսուցիչը, ունենք խոշորագույն ներկայացուցիչ Հավասի եւ այլն։ Թիֆիլի, այո, Թիֆիլի ջավախյան այս փաղանգ աշուղների առանձնանում է իր յուրատիպությամբ, ինքնատիպությամբ եւ նրանց մեջ մանավանդ Ջիվանին։ Այս կուզենայի հիմա անդրադառնանք արդեն Ջիվանուն, նրա մանկության օրերից, հետագայում նաեւ պատանեկության տարիները եւ ընդհանրապես նրա կյանքը եւ ստեղծագործական գործունեությունը։ Իսկապես Ջիվանին բոլորի մեջ առանձնանում է, բայց ես չեմ ուզում ջավախը այսպես կտրելով առանձնացնել, որովհետեւ աշխուհական արվեստով չափազանց հարուստ է նաեւ Շիրակ աշխարհը, Ապարանը, իհարկե, Սևանի ավազանը, Ղարաբաղը, Սյունիքը եւ այլն։ Ջիվանու արժեքը բացառիկ է հայ աշխուհական արվեստի ողջ պատմության համար։ Այն առանձնանում է ու շատ չափազանց կարևորվում հենց նրանով, որ նա է հայ աշխուհական ազգային դպրոցի հիմնադիրը։ Երբեմն մարդիկ, գիտնականները վիճում են, բայց փաստերը շատ զորավոր են։ Ջիվանուն նախորդող մեր աշուղների մեջ նրանց ոչ միայն խոսքի, այլ առավելապես երաժշտամտածողության մեջ կա նաև տեղային ազդեցությունները երաժշտամտածողության, ասենք իրանահայ աշուղների, վիրահայ աշուղների, թերիահայ, տաճկահայ աշուղների, բայց ահա Ջիվանին եկավ եւ իր սքանչելի օրինակով հաստատեց, որ մենք պետք է հիմնովին շրջվենք դեպի մեր արմատները եւ աշխուհական արվեստը, որ իր տեսակով լինելով համաարևելյան, հենվելով մեր ազգային ժողովրդական երգի հնագույն տեսակի վրա, մեր ազգային երաժշտության բարձրագույն դրսևորման հոգևոր երգի վրա, այն պիտի դառնա բացառիկ մեր ազգայինը։ Եվ այսօր իհարկե այդպես էլ կա ժողովրդական երգի պրոֆեսիոնալ թևը աշխուհական երգն է։ Ջիվանին ծնվել է 1846 թվականին Ջավախքի Կարզախ գյուղում, Բանգոյանների ընտանիքում, փոքր հասակից որբացել է, մնացել է հորեղբոր խնամքի տակ։ Մանուկ հասակից շատ ուշիմ երեխա է եղել եւ բացառիկ հետաքրքրություն է ունեցել, երբ որ աշուղները եկել են Կարզախ ձմռան երկար գիշերներին երգելու, նա հորեղբոր հետ գնում էր եւ համակ ուշադրությամբ միշտ գանված լսում ու չեր հագենում։ Օրերից մի օր Կարզախ է գալիս, Թիֆլիսում արդեն մեծ համբավ ունեցող երիտասարդ երգիչ աշուղ Սազային եւ գյուղի տարեցները խնդրում են սիրված աշուղին, որ գուցե լսի իրենց երիտասարդ տղային համակյուղացուն, Սազային լսում է, հավանում եւ հորդորում է հորեղբորը, որ թույլ տա Սերովպեին տանելու իր հետ Թիֆլիս։ Այդպես էլ լինում է, գալիս են միասին Թիֆլիս, 2 տարի երգում են Թիֆլիսի Մեյդանի հրապարակում գտնվող Սոնանյանների, Վանեցի Սոնանյանների սրճարանում, որից հետո բաժանվում են ընդմիշտ։ Որից հետո նա գալիս է Գյումրի, երգում է Տալոյենց սրճարանում, տալյանների, որտեղ երգում էին Աշուղ Շերամը, Աշուղ Ջամալին, եւ ճակատագրի բերումով հաստատվելով այստեղ ամուսնանում է Աշուղ Ջամալու քրոջ Աշխենի հետ, որից ունենում է 6 զավակ, 4 որդի եւ 2 դուստր։ Գարեգին Լևոնյանը դարձավ մեծ արվեստաբան, մատենագետ, գիտնական, Պարույր Լևոնյանը դարձավ դաշնակցական նշանավոր գործիչ եւ խմբագրում էր դաշնակցության կենտրոնական օրգանը,
Մյուսները իհարկե ավելի համեստ, իսկ շատ փոքր երիտասարդ տակավին պատանի տարիքում 18 տարեկանում մահանում է նրա որդին Լևոնիկը, փոքր որդին, որի հիշատակի համար Ջիվանին իր ազգանունը դարձնում է Լևոնյան։ Գյումրի այնուհետև Գյումրիում ապրում է Ջիվանին ընտանիքով մինչև 1895 թվականը եւ 95-ին որդիներին լավ կրթության հասցնելու համար տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ զավակները սովորում են Ներսիսյան դպրոցում։ Այնուհետև նրանց ուղարկում է Պարուրին եւ Գարեգինին ուղարկում է Պետերբուրգ բարձրագույն կրթություն ստանալու։ Մեզ են հասել նամակներ նաև կենցաղային բնույթի, բայց որոնք շատ խոսուն են ժամանակի, նրա ընտանիքի եւ խնդիրների մասին։ Նրա գրական ստեղծագործություններին, գրական ժառանգությանը, պատկառելի ժառանգությանը դեռ կանդրադառնանք, քանի որ դուք երևի թե ամենախորագիտակ անձնավորությունն եք Ջիվանու եւ անհայտ եւ հայտնի երգերի, ավարտենք նրա կյանքի մինչեւ 1909 թվականը տարիները, այնուհետեւ անդրադառնանք նաեւ նրա աշխուղական ժառանգությանը։ Ուրեմն այդ տարիներին Ջիվանին նորից երգում էր Մեյդանի սրճարանում, որի ճակատին խոշոր տարերով գրված էր. այստեղ երգում է Աշուղ Ջիվանին եւ այս սրճարանը դառնում է հայ մտավորականության հավաքատեղին։ Այստեղ եղել են բազում մեծ հայորդիներ, ինչպես Անդրանիկ Զորավարը, Կոմիտասը, Թումանյանը, շատերը։ Եվ երբ որ Թիֆլիսում որևէ ազգային միջոցառում էր լինում, նաև դա ձևակերպվում էր խնջույքի տեսքով, անպայման Թումանյանը ամենայն հայոց թամադան էր ղեկավարում եւ նրա կողքին պարտադիր Աշուղ Ջիվանին էր նստած։ Մի փոքրիկ բան էլ պատմեմ, այսպես կենցաղային գեղեցիկ բան է։ Մի անգամ Թումանյանը տեսնում է, որ Ջիվանին պանիրը փոքրիկ բրդուճներ է անում լավաշի մեջ եւ ուտում, ասում է. «Վարպետ, ինչ ես անում, այս լավ խորտիկները համադամ թողած հաց ու պանիր ես ուտում»։ Ասում է. «Հովանես ջան, կերել եմ, հիմի բերանս կոսկե չրեմ»։ Դե շատ իմաստուն էր, հետո ողջ հայ աշխուղական արվեստը մարսած մեծություն էր Ջիվանին։ 1909 թվականի մարտին ավարտվում է նրա երկրային կյանքը հիվանդությունից։ Վատառողջ էր ինքը ընդհանրապես, դեռ փոքր հասակից Գարեգինը վկայում է հայրիկի հուշերով, որ հորեղբոր կինը շատ չար է եղել եւ անընդհատ խփել է երեխայի գլխին, որի պատճառով միշտ ամբողջ կյանքում գլխացավ է ունեցել Ջիվանին եւ բացի այդ շատ շուտ սկսում է նրա տեսողությունը կամաց նահանջել եւ արդեն 60-ին մոտ տարիքում շատ քիչ էր տեսնում, նշմարելով գիշերը հասնում էր տուն, սրճարանից հասնում էր տուն։ Կենթանության օրոք նա երգարաններ ունեցել է տպագրված։ Այո, իհարկե։ Առաջին երգարանը տպագրվել է 1882 թվականին, հետո 86 թվականին, 93 թվականին եւ վերջինը 1900 թվականին, 904 թվականին, հոր մահից հետո 12 թվականին Գարեգին Լևոնյանը որոշեց հրատարակել լիակատար ժողովածու բազմաթիվ հատորներով, հրատարակեց առաջին հատորը, բայց ավաղ այլևս չշարունակվեց։ Ժամանակաշրջանի թոհուբոհը, հեղաշրջում, հեղափոխություն, կարգերի, բարքերի փոփոխություն, դժվարություններ եւ այդպես կիսատ մնաց միայն 36 թվականին Գարեգին Լևոնյանը հրատարակեց Ջիվանի հաստափոր հատորը, որի մեջ շուրջ 700 երգ է տեղավորել։ Խորհրդային շրջանում Ջիվանու քնարը լույս տեսավ։ Գարեգին Լևոնյանից հետո ամենամեծ հաջորդ հրատարակությունը Ջիվանու քնարն է, որի կազմողը եղել է աշխուղագետ, ջիվանագետ Աղասի Սահակյանը։ Սա էլ համարյա թե Գարեգին Լևոնյանի հատորի վերահրատարակություններն էր, իհարկե հավելումներով, նրանց մեջ
տեղ էին գտել նաև որոշ չափով անտիպ ստեղծագործություններ։ Եվ խորհրդային տարիների ավարտին 88-ին, եթե չեմ սխալվում, նրա ամենատարածված, այո, այդ նույն գիրքը 59 թվականի հրատարակած Ջիվանին աղասին դեռ ողջ էր եւ վերահրատարակեց։ Դուք վերջին շրջանում հայտնաբերել եք մի պատկառելի զանգված Ջիվանու անհայտ երգերի գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերից, որտեղ նաեւ Ջիվանու անունը չի գրված, բայց ծեր պրպտումների համեմատական վերլուծությունների շնորհիվ դրանք վերագրվել են Ջիվանուն եւ այսօր հպարտորեն կարող ենք նշել, որ կարծես թե հնարավորինս ամբողջացել է վերջին այս ծեր հսկայածավալ այս մի գրքի հրատարակմամբ Ջիվանու հայտնի եւ անհայտ երգերի եւ նաեւ ծանր աշխատանք եք կատարել նրա ինչ է կոչվում քարտարան, քարտարանը, որը որ հրաշալի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրողին եւ ընդհանրապես հետաքրքրվող մարդուն ցանկացած երգ տեսնել, որ թվին, որ երգարանում է հրատարակվել, սա շատ որ էջում, երբ է գրվել եւ ինչ ձեռագիր աղբյուրներ կան։ Կուզենայի մի փոքր մանրամասնենք այս հետխորհրդային շրջանի։ Ես ասացի, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկ ընդմիշտ կողմնորոշվեցի զբաղվել աշխուղական արվեստով եւ կանգ առա Ջիվանու ժառանգության վրա։ Այդ խնդիրը լուծելու համար, թե արդյոք քանի անտիպ է մնացել, որոնք են անտիպները, պետք էր ուսումնասիրել, թե ինչ է հրատարակվել, ինչ կա ձեռագրերի պահոցում եւ ինչ է հրատարակվել։ Դա ինձնից խլեց մոտ 10 տարվա աշխատանք, մինչև ես կարողացա Ջիվանու բոլոր հրատարակված հատորները քարտավորել։ Քարտավորել հայրենիքում եւ Սփյուռքում տարբեր ժամանակներում Ջիվանու կենթանության օրից մինչև մեր օրերը բոլոր երգարանները ուսումնասիրել, որոնց մեջ կար Ջիվանու երգը։ Այս բոլորը քարտավորելուց հետո նաև արխիվում ունեցած 270 ծրարները միայն Ջիվանու արխիվի, դրան գումարած Գարեգին Լևոնյանի ձեռագրերը, դրան ավելացնելով առանձին անձանց անձնական հավաքածուներում Թորոս Ազատյան, Թումանյան, Իսահակյան եւ շատ ուրիշներ Շարատալյան, այս բոլորը իմի բերելով իմ աչքի առաջ արդեն ունեցա քանի գործ է ունեցել Ջիվանին եւ քանիսն են հրատարակվել, քանիսը մնացել անտիպ եւ արդեն ծանրացա լրջորեն անտիպների վրա, ինչու, որովհետեւ դրանք պետք էր վերծանել։ Շատ բարդ աշխատանքի դեմ կանգնեցի, դեմ հանդիման, բայց ասացի, որ այդ շուրջ 10 տարին ինձ հնարավորություն տվեց, որ ես կարողանամ նվիրվել եւ այդ գործը անել։ Ասեմ, որ շատ բարդ է, որովհետեւ Ջիվանին ինքը հատկապես վերջին տարիներին 1900-ից սկսած, որ լավ չէր տեսնում, մի կերպ սղագրում էր, երբեմն փոքրիկ ծոցատետրի մեջ, օրինակ 2 թվականի շրջագայության է մեկնել, դուրս է եկել Գյումրիից, հասել Շուշի, Բաքվով գնացել, վարձացել Հյուսային Կովկաս, իջել Սևծովի ափի հայաբնակ քաղաքները, Ռոստով, Խարկով, եւ այստեղ ճանապարհին ունեցել է մի տետր, որի մեջ 101 երգ է գրանցված։ Այսինքն այս 101 երգը ստեղծել է այդ ճանապարհին, որը տևել է 2 տարի։ Եվ պետք է դուք անձամբ տեսնեք, թե ինչ մանր տարերով է գրված եւ շատ բարդ ընթեռնելի, բայց եւ Փառք Աստծո կարողացա այդ ամենը վերծանել եւ այսօր մեր ձեռքի տակ ունենք 400-ից ավելի անտիպների հրատարակությունը, որոնք կցվելով նախկինում հրատարակվածներին լույս տեսան մեկ գրքով, թե այս վերջի մեկ գիրքը միայն անտիպներն են իմ առաջաբանով եւ արդյունքում այսօր ունեցանք շուրջ 1200 բանաստեղծություն, իսկ վերջին հրատարակություններում միշտ առաջաբանում գրվում էր, որ
Ջիվանոց մեզ հասել է 7-ից 800 ստեղծագործություն։ Իսկ 1200-ից քանիսի երաժշտությունն է հայտնի կամ քանիսն են որպես երգ օգտագործվում։ Դե հայտնի երգերը արդեն մեր ժողովուրդը գիտի, սիրում է, երգում է ձախորդորեր, ես մի ծառեմ ծիրանի, ճուղտակ շամամները դրախտ ծոցիդ մեջ, հայրենիքի շուրը եւ այլն։ Բայց ասպարեզում, այսինքն հենց այդ իմաստով նեղ աշխատանք չի տարվել հստակեցնելու, թե երաժշտական առումով ինչ է հասել։ Վերջին հրատարակությունը, որ կատարվել է մեզանում, Մանուկ Մանուկյանի երաժշտագետ, մեր երախտավոր երաժշտագետն է, արվեստաբանը, նա հրատարակեց կարծեմ 90-ից ավելի մեղեդիները Ջիվանու, բայց խորապես համոզված եմ, որ ավելի շատ են, որովհետև կոնսերվատորիայի արխիվում շատ մեծ նյութ կա կուտակված, որը կարիք ունի ուսումնասիրության, առանձին բանահավաքների, գրառողների հավաքածուներում կան, ինչպես նաև իմ անձնական հավաքածուում մեծ թիվ են կազմում։ Կուզեի անդրադառնանք նրա առանձին երգերի այսպես ստեղծման նախապատմությանը։ Հայտնի են շատ գեղեցիկ պատմություններ, առնվազն մի քանիսը ես հիշում եմ, օրինակ ձախորդ օրերի ստեղծման հանգամանքները Անիի հետ է կապվում, Մայրիկ երգի ստեղծման հանգամանքները, երբ որ պատմում են նրա մոր հեռացման, մորից զրկվելու զգացմունքների հետ, ընդհանրապես կուզենայի Ջիվանու զգացմունքային ներաշխար թափանցեինք այս հատվածում։ Ասեմ, որբությունը շատ դաժան բան է, եւ այն իր կնիքն է թողել Ջիվանու ողջ կենսագրության կյանքի մեջ։ Եվ այդ ցավը, տառապանքը նա թերևս շատ խորն է հասկանում, մարդու վիշտը, մարդու հոգեկան տվայտանքը, որը լավագույնս մենք ընթերցում ենք, լսելով, կարդալով նրա երգերի մեջ։ Բայց ինձ համար ամենամեծ արժեքն այն է, որ Ջիվանին իր երաժշտական մտածողությամբ հենվեց մեր ազգային ժողովրդական եւ հոգեվոր երգի վրա։ Կարելի է համեմատություններ բերել եւ փաստել, որը նրա երգը դարձրեց մեզ համար բացառիկ ազգային եւ իրենով իսկ Ջիվանին աշխարհական արվեստի մեջ բերեց նոր գաղափար, նոր թեմա, դա հայրենիքի սերն է եւ ազգային ինքնագիտակցության արթնացման գաղափարն է։ Նաեւ ժամանակներն էին այդպիսին, նրա ժամանակակիցներն Ալբանդյանը, Պատկանյանը, Ռաֆին, որոնք նույն այդ գաղափարների կրողն ու քարոզիչներն էին, եւ Ջիվանին այդ ամենը արեց իր երգով։ Բնականաբար ամեն երգ իր նախապատմությունը ուներ նաեւ ստեղծվելու դրդապատճառը, այս ամենը ժամանակաշրջանի արտացոլանքն է դառնում, երբ ուսումնասիրում ենք։ Այսինքն ոչինչ պատահական չի ստեղծվել։ Գիտեք, երբեմն մեր ժողովուրդը սիրում է զբաղվել ֆոլկլորով, ել չասենք թե բամբասանքով, երբեմն էլ չափազանցությունների են հանդիպում, որոնք իրական չեն եւ երբեմն էլ կարող է ժողովուրդը դա պատմի զարմանքի չափանիշներից, բայց իրականում չհասկանալով, որ դրանով վարկաբեկում է Ջիվանուն։ Բայց դե կյանք է անշուշտ, եղել են նաև հակասական գաղափարներ, եղել են նաև մարդիկ, որոնք չեն համակրել Ջիվանուն, մարդիկ, որոնք խանդել են, նախանձել են նրա հաջողությանը։ Սա էլ բնական է եւ հասկանալի, բայց ավաղ նաև անհասկանալի, թե ինչու մենք չենք կարողանում ուրախանալ մեր կողքինի հաջողությամբ, թե ինչու մենք չենք կարող հպարտ ապրել, եթե մեր ժամանակակիցը Աշոտ Ջիվանին է։ Ինչու պիտի սպասենք, որ Ջիվանին վախճանվի եւ հետո նոր հասկանանք Պարուս Սևակյա ասացի նման, որ ծառի բնի հաստությունը երևում է կտրվելուց հետո։ Ինչու։
Ահա այս ինչուների պատճառն է, որ Ջիվանին այո թերևս իր ժամանակներում կենթանության տարիներին կարող էր շատ ավելի գնահատվել, թեպետ այն ժամանակ էլ մեր ժողովուրդը մի բարե նպաստ վիճակի մեջ չէր, պետականություն չունեինք, որ այսինքն լիներ պետական վերաբերմունք։ Ինչպիսին այսօր է, բայց այսօր էլ ավաղ ամեն ինչ չէ, որ ճիշտ է գնահատվում։ Այսօր էլ մենք մեր այդ ազգային բացասական հատկանիշը ապրում կենցաղավարում է մեր մեջ, որ մեռնում է նոր արժեքը հասկանում ենք, լիարժեք իմաստով իհարկե։ Եվ ուզում եի անդրադառնալ նաև Ջիվանու աշխարհական դպրոցին, այ դուք շարունակելով ապրելով Ջիվանու փիլիսոփայությամբ, հայկական մաքուր անաղարտ պահելով մեր երկարվեստը, ձեր այս ուրեմն նախաձեռնությամբ շարունակում եք Ջիվանու գործը հայ նոր սերունդին, հայ մանուկների մեջ սերմանելով մաքուր հայկական արվեստ, նաև սեր մաքուր հայկական արվեստի նկատմամբ։ Միշտ պետք են Ջիվանիները, բայց փառք Աստծո, որ մենք Ջիվանի ունենք, որը բոլոր ժամանակների համար է։ Ջիվանու որևէ ստեղծագործություն եթե վերցնեք եւ խոր ուսումնասիրեք, կտեսնեք, որ նրա կենսափիլիսոփայությունը ճիշտ մեր օրերի համար է։ Նրա ազգային մտածողությունը ճիշտ մեր օրերի համար է։ Այսօրվա մեր ժողովրդի, մեր հայրենիքի անցնելիք ճանապարհի դեղատոմսն է։ Եվ քանի որ մեր հաղորդումը լայնորեն լսում են Ջավախքում, ինչ կմաղթեիք վերջում մեր հաղորդման ավարտին Ջավախքին, Ջավախահայությանը, այս Ջիվանու հաղորդման շրջանակներում։ Մենք ընդհանրապես վերջերս ենք վերադարձել Ջավախքից, որտեղ մասնակցեցինք Ջիվանու օրվան, Հավասու օրվան, նաև Ջիվանու օրվան, այո։ Ուրեմն նախ գնացինք Ախացխա, հայկական գյուղերում եւ քաղաքում համերգ ունեցանք, որից հետո եկանք մասնակցեցինք Ջիվանու օրվան, իսկ ընդամենը մի քանի օր առաջ Ծալկայի Այազմա գյուղում էինք, որտեղ Հավասու օրն էր նշվում։ Իմ մաղթանքն է, որ Աստված հարատև խաղաղության մեջ պահի մեր դրացի մեր եղբայրական Վրաստանը եւ վրաց ժողովրդին, որպեսզի այդ խաղաղության մեջ ապահով ապրեն նաեւ մեր հայրենակիցները ոչ միայն Ջավախքում, այլ համայն Վրաստանում եւ որպեսզի խաղաղության մեջ կերտեն իրենց երջանիկ կյանքը եւ մենք էլ նպաստենք, որպեսզի նրանց կյանքի մեջ կարեւոր տեղ ու դեր ունենա ազգային գաղափարախոսությունը, ազգային լեզուն, ազգային երգն ու երաժշտությունը։ Շատ շնորհակալ ենք մեծապես պարոն Պողոսյան մեզ հյուրընկալելու համար, հարգելի ռադիո լսողներ, այսօր մեր հաղորդումը նվիրված էր Աշուղ Ջիվանուն, ձեր հետ տաղավարում Վահե Սարգսյանն էր, մենք այսօր զրուցում էինք ժողովրդական արտիստ, պրոֆեսոր մեծարգո պարոն Թոմաս Պողոսյանի հետ։ Ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ որոնենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ հինգշաբթի, տեսություն։